Մայիսին ծնված մարդիկ խնդիր ունեն իրենց մորը հատկապես ցույց տալու, թե ինչպես կարելի է այլընտրանքային ճանապարհ ընտրել ապրելու համար։ Իրենք իրենց օրինակով, իրենց մոր ճակատագիրը կարծես կիսողն են լինում, եւ այն ամենը, ինչ ժամանակին մայրը հնարավորություն չի ունեցել ընտրելու, այս պահին տվյալ երեխան ցույց է տալիս, որ իրականում ցանկության դեպքում կա այդ այլընտրանքային ճանապարհը։ Հունիսին ծնված մարդիկ պետք է կարողանան շատ ամուր ու ներդաշնակ հարաբերություններ կառուցել, որովհետև նրանք միշտ ընտրության առաջ են լինելու։ Անհրաժեշտ է, որ կարողանան պահպանել իրենց հարաբերությունները։ Հուլիսին ծնվածներին պետք է խորհուրդ տանք, որպեսզի նրանք, եթե իրենց տոհմը ցեղը շատ երկար ժամանակ նույն տեղում է եղել, ապա տեղաշարժվեն եւ փոխեն բնակության վայրը, թեկուզ գյուղից քաղաք գնան, քաղաքից մեկ այլ քաղաք գնան եւ այս ձևով իրենց ցեղի տոհմի խնդիրը, որը ժամանակին չեն լուծել իրենց պապերը եւ պապերի պապերը, այս խնդիրը դրված է հուլիսին ծնված մարդկանց ուսերին։